Աղիլիճի մասին ես տեղյակ էի 80-ական թվերին։ Այդ պատմությունն այն է, որ 50-ական թվերին, երբ որ այստեղից գաջ են անել, հետո քարի ցեխ է եղել, մի օր երեկոյան, երբ որ քար են անել, առավոտ եկել են այդ էքսկավատորը ջրի մեջ կորած է։ Դա մի քիչ այն կողմ է, այն տեքստիլի կողքին է, եւ այդպես այդ առաջի Աղիլիճը այդպես կար, եւ դա այդպես գոյատևեց մինչեւ 90-ական թվերի Ալան-Թալանի տարիները։ Հետո տնօրենը այդ տարածքը հողով լցրեց, փակեց, ասում են, որ ինչ որ տղաները վթարյան ենթարկվի բան, այստեղ լողացողներն ասել են, իզուր ջրերին ձեռ տվիր, քեզ դժբախտություն պատահեց, եկել է այս մյուսը, հողը հանել է, եւ այստեղ որ քարի ցեխ է, այդ մեծ քարերը շուրջը շարել է, այսպես դարձել է կիսաբնական, կիսարիստական լիճ։ Ես ավելի ուշ իմացա 2014-ին, որ նորից լիճը բացվել է, ես 2014-ից այցելում եմ այս լիճը, ավելի ուշ էի գալիս, հուլիսին ժամը 4-ից հետո, ես ամբողջությամբ մի քանի տարի ուսումնասիրեցի, ես տեղանքը, մարդկանց, խնդիրները, առաջի հոդվածը գրեցի 2019 թվականին, լրագիր AM կայքում, ափսոս հիմա փակվել է, Աղիլիճի մասին 13 հոդված ունեմ այնտեղ հրապարակած, եւ բազմաթիվ հոդվածներ եւ այս հարցերով։ Կարծես խնդիրները, երբ որ ես ամբողջ ինձ համար արդեն պարզ էր, քայլ առ քայլ սկսեցի այստեղ փոքրիկ աշխատանքներ կատարել, որպեսզի շրջակայքի այս հողը նորից լիճը չլցվի։ Ու զուգահեռաբար մեր մարդկանց հետ այսպես դասյարակչական, բարեկրթական աշխատանք են կատարում մի փոքր խմբի հետ։ 2020 թվականի ապրիլից ես ոչ հեռու եմ ապրում, կարելի քան որ ուրիշ տեղ գնալ չէր կարելի, ես այստեղ եմ անցկացրել, ես սկսեցի այդ աշխատանքները։ Հիմնական մեծ աշխատանքները 20 թվականի հուլիսից սկսվեցին, ընդհանրապես հուլիսի 5-ից մի 5-6 օր հետո մեր սահմանապահները, զինվորները ազատագրեցին Տավուշի անվախներ այդ դիրքը։ Ու ես սովորություն ունեմ իմ աշխատանքները նվիրել ինչ-որ մեկն։ Ես նաև մի քանի գրքերի սկավառակների հեղինակ եմ, 20 անուն, 16 անուն սկավառակ, ամենքը մեկին նվիրում։ Ուրեմն այդպես որոշեցինք նվիրել Տավուշի հերոսներին ու անունը դնել անվախները Կասկադ։ Հետո դուք երբ որ դուրս գաք, այնտեղ լուսանկարեք այդ մեծ աստիճանաշարը։ Եվ դա եղավ պատճառը մի օր երեկոյան հուլիսի 16-ին ուրբաթ օր էր, ժամը 7-ին այդպես կանգնած էի, երկու անծանոթ մարդիկ մոտեցան, ասին դե լավ է, այս քարերը շարեցիք, նստելու տեղ կլինի, ասի գիտեք, սա հողով է, չի դիմանա, էլի։ Մեկ ասեց, ես վաղը ցեմենտ կբերեմ, անունը Գերաբ է, ավազ կբերեմ, իսկ բահ ունեք, ասի չէ, բահ չունեմ, իմ այս քնձորոտ քոսոտ մալեն է, այս չի են իսկական մալեն թոխմախելիճում ընկավ 22 թվին կորավ։ Եվ այդպես մեկը մեկին կարել ասել հերթ չտալով ցեմենտ բերում են, էլի։ Կասում եմ, էլ ուղղակի հերթի, հիմա այսօր էլի ոնց որ հերթի կանգնածնեն։ Այդպես աշխատանքը տարածվեց, կարծացած այն ամբողջ շաբաթը այդպես պատեցինք, հասցրել 20 թվից մենք ամեն տարի այդպես բարեկարգման աշխատանքներով հիմնական նպատակը այն է, որ այս հողը նորից լիճը չլցվի։ Հետո կարծած այստեղ անցանք, ես 20 թվականի ապրիլին դիմեցի բնապահպանության նախարարությանը, որ այս տարածքը գրանցեն որպես հատուկ պահպանվող տարածք, մտցնեն այդ հուշարձանների ցանկում։ Ես դրական պատասխան ստացա թվում էր, թե ընդ որում 2 անգամ, հետո մեծ հոդված գրեցի, որովհետև իմ առաջարկից հետո նրանք Գեղամալերների կարմիր կատարը ընդգրկեցին հուշարձանների ցանկում, բայց Աղիլիճը չընդգրկեցին, ու ես մի շատ ծավալուն հոդված հրապարակեցի, վերնագիրը այսպես է, հուշարձանը ջառմա է, ինչքան քիչ լինի այնքան լավ։ Ես հիմնավորեցի, որ Աղիլիճը մի քանի կետով կարելի է ընդգրկել հուշարձանների ցանկում։ Թվարկեմ, գեղագիտական է, մի խոսքով գեղեցիկ է, առողջարարական է, գիտական ուսումնասիրությունների հարուստ աղբյուր է, եւ այլն։
Մեկ կետը նույնիսկ բավական է, որպեսզի ընդգրկվել այդ ցանկում, բայց նրանք չեն անում, որովհետև իրենց նպատակահարմար չէ։ Երևանում ընդամենը երկու բնության հուշարձան կա։ Մեկը Սուրբ Սարգիսի մոտի այն ժարերի գեղեցիկ շարքն է, մեկն էլ մանկական երկաթուղուց որ դուրս են գալիս, էլի նույն ձևի սյունաշխարհ է, քարերի բազալտի։ Վերջ։ Ուրեմն աշխատանքներին զուգահեռ ես նամակներ ուղարկեցի նախ մեր Էրեբունու թաղապետարանին, որպեսզի մեզ մեկ աղբաման տրամադրեն։ Մեկ-երկու շաբաթ անց ես դրական պատասխան ստացա, որ երբ որ քաղաքապետարանը նոր խումբ ստանանք, տրամադրենք։ Դա այնպիսի մեծ ուրախություն էր։ Առաջնելով ասեմ, որ 20 թվականի սեպտեմբերի 10-ին այդ աղբամանը բերվեց, տրվեց եւ առաջին անգամ այստեղ աղբաման եղավ։ Դրանից մեկ օր առաջ նախկին թաղապետ Արման Աբրամյանն էր եկել այստեղ, տեսել էր աշխատանքներ արդեն իմ նամակներից տեղել։ Ուրեմն ես հետո 7 կետանոց առաջարկով նամակ ուղարկեցի քաղաքապետ Հայկ Մարությանին այս տարածքի համար։ Այդ թվում մտնում էր այստեղ նստարանների տեղադրում, հովանոցների տեղադրում, նույնը աղբաման, ասֆալտապատում եւ այստեղ մի հատ վտանգավոր տրամպլին մեկը կառուցել, դրա քանդելը, կարծես 7 կետից 5-ը կամ 4-ը մինչև այսօր։ Այդ կետորը մեջ մնում էր նաեւ այստեղ մշտական հաստիկային աշխատող, որը հետևի կարգ ու կանոնին, ֆորմայով մարդ կարճ ասած, բարձրացի ոստիկան։ Իսկ հիմա կա։ Չկա, առայժմ չկա։ Հիմա երբ որ հարցը տվեցիք, առաջ անցնեմ։ Այս ծմրանը փետրվարի 18-ին կառուցող խոսողը։ Փետրվարի 18-ին այստեղ պատահաբար հանդիպեցի Էրեբունի շրջանի թաղապետին, պատահական հանդիպում էր Հարգարժան Հակոբ Բալյանին։ Ասաց, իրենք մոտեցան, ես այստեղ մաքրում էի շրջակայքը, հա, ասացի, պարոն Բալյան, այդ նամակներով անանք ստացող ես եմ էլ։ Նա ասաց, որ այստեղ աշխարհի նախատեսում է նոր բարեփոխումներ, բարեկարգման աշխատանքներ, ուրեմն լուսավորություն, գիշերային լուսավորություն, տեսախցիկներ, նույն մաքրաջրվելու հարմարություն, նույնիսկ բիոզուքարան, հետո ասացի պետք է նաև շլագբաում դնել, որ գիշերը ձմեռվա սեզոնին այստեղ չվերածվի այլանդակությունը, աղբանոցի չվերածվի, ինքը շատ հավանեց, ասացի, որ մենք այնտեղ քարեր ենք շարել, որ չգնան թաքնվեն։ Ասաց, մի խոսքով, այդպես զրուցեցինք, ասաց, որ նախագիծ ավարտենք, կբերենք, ցույց կտանք ձեր կարծիքը կհայտնեք, երկու անգամ նշեց քաղաքապետի անունը, այնպես որ դա քաղաքապետարանի շինարարության բաժնի պատվերն է եղել, հիմա ասում եմ, ոնց որ մրցույթ է հայտարարված, եւ տեսնում ենք, տեսնենք ինչ է կատարում, մենք տարբերաբար քաղաքապետարանի կոմունալ բաժնի հետ մենք արդեն ծանոթ ենք, բարբերաբար հարցեր է լինում, դիմում ենք, մենք աջակցություն ստանում ենք։ Ես ամեն ինչ չիտակ եմ ասում, ես ոչ կուսակցական եմ, ոչ որևէ կազմակերպության անդամ եմ, երբ որ լավ բան է լինում, ես ասում եմ, այս բանը լավ է։ Այս լճի հանդեպ պետական կառույցների վերաբերմունքը այնքան ակտիվացավ, որ այս տարի մայիսի 3-ի քաղաքային շաբաթօրյակը այստեղ կազմակերպվեց։ Շատերը դա չհասկացան, որ դա երևույթ էր։ Ես քիչ առաջ ասացի 5 տարի առաջ ես երազում եմ այստեղ մեկ աղբաման ունենալ։ 5 տարի հետո քաղաքապետի տեղակալ Փամբուրջյանը, մեր թաղապետը Հայկ Բալյանը, իր տեղակալը կոմունալ բաժնի վարիչը այստեղ էին, իրենք անձամբ մասնակցեցին շաբաթօրյակին, ես այստեղ էի եւ այստեղ կուտակված 100 ամյա աղբը իրենք նույնպես մասնակցեցին, մաքրեցին տարան։ Տեսնում եք, այս ամեն ինչ օբյեկտիվ է։ Այնպես որ ինձ համար դա երևույթ էր, հետո հասկացա, թե մենք 5 տարում ինչի հասանք։ Այս վերևում կոյուղով գիծ անցնում, այս վերևով։ Այդ հորերից երկուսի կափարիչները, ով գիտի որթին գոհացել կարել էին, եւ այնտեղ էլ բնակչություն կա, այնտեղ աղբեն լցնում եւ կոյուղին խցանվեց, որպեսզի շատ մանրամասներով չերկասեն, մարտի 8-ին
24 էր անցար։ 24-ի մարտի 8-ին ես պատահաբար այդտեղ նկատեցի, որ ջուրը այստեղ է գալիս, բարձրացա, նայեցի, վիճակը տեսա, շաբաթ օրը մեր ակտիվ ընկերներից Գեղամ Ղարեբյանը դեժկից զանգեց։ Աշխատողը եկել էր, նայել էր, այս կողմերը ինձ զանգեց, խոսեցինք, ասաց մենք այդտեղ գիծ չունենք եւ վերջ, ու չեկավ։ Մարտի 11-ին երկուշաբթի ես եւ Գեղամ Ղարեբյանը միասին գնացինք կոմունալ բաժնի վարիչի մոտ, ներկայացրինք իրողությունը, նա անմիջապես իր իրենց բաժնի աշխատողին մեզ հետ նշանակեց, ասաց, որ գնա, տես իրավիճակը ինչ է, նրանք ակտիվ գործողության անցան։ Ես հույս չունեի, որ մենք կկարողանանք այնտեղ տեխնիկա բերել, այդ բացել եւ այդ հարցը լուծել։ 2 ամիս տևեց։ Հաջորդ օրը, նույն օրը ես նաեւ Վիոլա ջրի նամակ ուղարկեցի, ներկայացրի ամբողջ իրավիճակը եւ պատասխան ստացա, որ հոդվածս նախապատրաստում էի 19 թվականի օգոստոսին։ Այստեղ օգոստոսի 10-12-ի մոտ հանդիպեցի մի մեծահասակ մարդու, որը մասնագիտությամբ քիմիկոս էր եւ ինքը բարձր պաշտոններ էր զբաղեցրել, անունը հիմա չեմ հիշում։ Ասաց իմ կինը եւ կնոջ քույրը Քենին աշխատել են ժամանակին այս տեքստիլում։ Ես այս տարածքը լավ ուսումնասիրել եմ, բաղադրիչները այստեղ թունավոր ոչինչ չկա։ Եվ ուրեմն ես առաջ մեծ լճի աղայնությունը գրել էի 10%, նա ասեց 13%։ Բայց այդ տարվա ընթացքում, օրվա ընթացքում փոխվում է, երբ որ լողանում են, ներքևից աղը բարձրանում է, աղանությունը բարձրանում է։ Հետո ասեց, որ մեծ լճում նաև կա 1% ծծմբաջրածին, բարեբախտաբար քիչ է։ Սեպսովում ծծմբաջրածինը 20%-ի թե ինչքան, դրա համար է 200 մետրից ներքև կենթանական աշխարհ չկա։ Դե հիմա որ այնտեղ ասենք ինչ որ նեխածվի հոտ է գալիս, դա ծծում է։ Եվ այդ ցեխը, որ այնտեղ կուտակվում է, այդ ցեխը նույնպես հանում են, որոշ մարդիկ քսում են, այդքան որ ուսումնասիրված չէ, մի մաս ասում է օգուտ չի տալիս, մի մասը ինչ անում, այդ ամեն մարդու իր գործն է, մենակ թե մենք պահանջ ենք դնում, որ այստեղ այդ ցեխը քսելուց հետո փոքր լիճը չի մտնի։ Հիմա այնքան շատ այդ ցեխից բերեցին, լցրեցին, որ այս փոքր ջուրը լիճը ուղղակի լցվեց տիղմով։ 23 թվին էլի Գեղամ Ղարեբյանի հետ պայմանավորվել է, մտածում ենք, այս փոքր լճի ջուրը դուրս հանենք, շպրտենք եւ սեպտեմբերի վերջին, երբ որ շատ լուծված է եւ մարդիկ են քանչեն, որպեսզի նորից դուրս գա։ Հետո որոշեցի, ասի ամբողջը շպրտենք, միայն իջեցնենք նեխած բանը, հատակից ցեխը։ Հիմա վերջերս ծանոթացա այստեղ այցելու մի լավ ընկերոջ հետ, որ ինքը այդ գործին լավատեղյակ է, հավանաբար մենք մի օր այդ աշխատանքը կկատարենք, իհարկե նախապես տեղեկացնելով թաղապետարանը։ Ես ասում եմ, երբ որ մեծ կարգի աշխատանք է, պետք է անպայման տեղեկացնել, որովհետև դա մի քանի քարես կողմենքով շարելու հարց չի։ Ուրիշ բուժիչ հատկություններ ինքը արև է գալիս է ծնվեն, դուք բաները։ Մինչև 20 թվականի սեպտեմբերը այստեղ բաց էր, մոտեցեք որ ձայն լավ լսվի, մեքենաներ իջնում են մինչև այնտեղ լճի ափը, այնտեղ գարեջուր էին խմում, երաժշտություն էին միացնում, հետո հետ գալու համար էլ փոշի բան էին անում եւ այլն։ Եվ ես առաջ անգամ այստեղ 2-3 ընկերներով հակեցինք 19 թվականի սեպտեմբերին, բայց 20 թվականի սեպտեմբերի 1-ից 3 այս կառուցեցի, անունը դրեցի մանկական լողափ, որովհետև այստեղ ցածր է, այստեղ երեխաները գալիս են լողալ, ովքեր որ չգիտեն գալիս են։ Ես այնպիսի ուղղակի երջանկություն եմ զգում, երբ որ այստեղ տեսնել այստեղ այնտեղ գրել էի տավուշներ հերոսը։ Երբ որ ես այն մանկական լողափում աշխատում էի, մի երիտասարդ մոտեցավ,
անծանոթ, ասացի ես քարի ցեխում եմ աշխատում, ուզում եմ ինչ-որ մի բան պատրաստեմ, էլի, ինչ գրեմ, շատ անգամ ես շատ լուրջ չեմ վերաբերվում, էլի իմաստը, որ այնքան մարդ այնքան բան ասում, բայց չեմ էլ արհամարում։ Հաջորդ օրը գրեցի, բերեցի, Մոշջան մի րոպե ձայնագրում է, թե չէ, ոչ։ Ուրեմն, դա թղթի վրա գրեցի, բերեցի, մեկ էլ նոր տարուց առաջ զանգեց, թե պատրաստել են Viber-ով ուղարկեն բան, ասի դե ես ճիշտ նացեմ հեռախոսի սովորական էի, Viber չունայում, հիմա էլ ձմեռ է բան։ Մեկ է մայիսին հայրը զանգեց, Նարեկը գնացել է Ամերիկա, ամեն ինչ պատրաստ է, երբ բերեմ, ինչ անեմ։ Ասկով հուլիսին բերեց, այս շրջանակը սարքեցին, մեր լավ ընկերներից, Սուրեն Արաջանյանը սարքեց, ես ամբողջ տեղադրեցի, վայրի տեղեր, ու տեղադրեցի, բացումը կատարեցինք Ռեմբոյի ծննդյան օրը, հուլիսի 14-ին։ Այս է մեր անվախների։